Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 8-ն է 2026 թվականի եւ նախ եւ առաջ մինչեւ սկսելը ուզում եմ շնորհավորեմ մեր հայ կանանց, քույրերին, աղջիկներին, արծներին, տատիկներին, բոլորին մարտի 8-ի կապակցությամբ ցանկանալով իրենց առաջնահերթին խաղաղ երկինք, քաջ առողջություն, երջանկություն, սեր, միաբանություն եւ ամենալավը համոզված եմ, որ մեր հայ կանայք արժանի են այդ ապագային, այդ լավ բաներին։ Առողջ եղեք, սիրելի կանայք, լավ եղեք, միայն ժպիտ, իսկ եթե արցունքներ, ապա երջանկության արցունքներ։ Սիրելի բարեկամներ, ինչպես գիտեք, մարտի 8-ին 2026 թվականին այսօր եկել է ձյուն, իսկ ինչու է եկել ձյուն, քանի որ ԿՊԱ-ականները արել են իրենց հերթական ձախողումը, այսպես ասած Նիկոլ Շոուն ձախողվեց։ Ինչու՞։ Նրանք միտոմ կուսակցական արշավ են անում, քարոզ արշավ են անում կուսակցական, ոչ թե ընտրական, դե որ ասում է իրենք օրենք, իրենք պետություն։ Բայց ոչինչ, տենց են ասում, թող տենց լինի, ես էլ իրանց սրտով թող լինի։ Начинаем КВН. Снова будем ждать мы с нетерпением встречи. Это значит юмор не опустит фак. Это значит будет долгожданный вечер. Вечер, где мы снова повторим. Итак, мы начинаем КВН. Ասիմի բաննատացեմ, ես տեսնեմ նորից Ավիկյանենք վերայգին, նստենք շուրսը գնակի Էկ ուրպատ ես օրվալ է շապատ կիրակի Ժպտա, միատ ժպտա Վաշն սենցապ, լրջացանք մեկա ոչ է պակասեցապ Համոյա, համը մի տեսակ բացեցապ Ասեք ջան, համը ջանս մտավցեցապ Կեն խժանք, մարդկա դրանից լաց Բարև ձեզ, օգնենք ձեզ, հաստատ էսուր եք տանում, շատ լավ, էսուր եք տանում, տուն եք տանում, օգնենք ձեզ, միջև որ եք տանում, օգնենք ձեզ, լեննական գնացին, Աչե օգնենք լավ, վաղը մարտի 8-ն է, ինչ կլինի, սենց շնորհավոր են։ Որ մի հատ հաս։ Չէ, լավ եք, դուք հետո կօգնեք, այսօր իմ հերթն է օգնելու։ Ես էլ ասում եմ։ Լսի, բայց այս շենքին ինչ են ասում լեննականցու շենքը։ Լեննականցիները սարքողներն եղել։ Հետաքրքիր է։ Բանն էլ Աշտարակում Ստեփանյան ապրողներն էլ են լեննականցիներ։ Ահա։ Պրոյեկտն Ստեփանյան։ Բայց արի ու մի տես, որ նրանք գնացին եւ ինչի ռաստ եկան։ Ընդ որ Ալեն Սիմոնյանն ասում է ռաստ կգան, այ հենց իրանք ռաստ եկան։
Չեմ ասում ինչի, թող ամեն մարդ իր ֆանտազիայի ոլորտում ման գա, թե ինչի ռաստ է կան։ Ես տեսա ինչի իրանք ռաստ եկան։ Մարալիկը համայնք է։ Մարալիկը համայնք է։ Առանձին գյուղ է, բայց համայնքի մեջ երեխեքի մանկապարտեզապետ սարքում են։ Ասում եք 500-անի շենք կա, այս դպրոցի մյուս կողմը, 500-անի։ եղբայր, որտեղ մենք հիմա տեղեր ունենք, մանկապարտեզ ենք կառուցել, մենք ենք խնդրում, որ երեխեքը գնան։ Մենք տեսնում նախանձից մեռնենք։ Նախանձից մեռնելու կարիք չկա։ Նախանձից ես դες պատասխանատու ասում եմ, որտեղ երեխա կա, կլինի մանկապարտեզ, որտեղ ավտո չկա, մի րոպե, որտեղ ավտո չկա, կլինի տրանսպորտ։ Ինձ ասում են, դպրոցներ են կառուցում, ասում են, բանը, մեր երեխեքին 3 կիլոմետր ոնց տանենք դպրոց։ Ես իմ երեխուն, իմ 4 երեխեքին 6 կիլոմետր տարել եմ, 6 կիլոմետր բերել եմ Երևանի մեջ։ Պարոն վարչապետ, 1300 բնակություն ունեցող համայնք է, փոքր համայնք չի։ Հասկացանք, եղբայր, հասկացանք, բայց համայնքը իր կարիքները պետք է բան անի, չէ՞ դուք ասում եք էսես գյուղնային են, մեզ համար տարբերություն չկա, մեզ համար ինձ համար հանրապետության բոլոր գյուղերը հավասար են։ Գյուղերը չեն արեգանը հետագայել ենք, միսմետ կարող է 4 տարեկանից նոր Մի րոպե էլի, կներեք էլի, ասեք մանկապարտեզ, ոչ մտած ինչքան ենք հատկացրել։ 600 միլիոնից ավելի։ Կառավարությունը որոշում ենք կացրել, 600 միլիոն դրամ հատկացրել ենք։ Հիմա վատ են կարևոր չսարքեն։ Ուրախ չեք, չի զգացում որ ուղղախեք, չի զգացում։ Բացարձակապես լավ է, գիտեք լավը ճիշտ էներ, որ 30 տարի ոչ սարքել են, ոչի բանել չեն արել։ Այդ ճիշտ են արել։ Մեր այս խելքը որ բերել ենք դրել, որ գանք ասեք, մտքես բերամ, ասում եք մանկապարտեզ չկա, համայնքի ղեկավարը գալիս ասում է 600 միլիոնով սարքում ենք։ Ասում է բակը չկա, ասում են մրցույթը հայտարարված է։ Հələ մի րոպե, այդ առավոտից իրիկու բամբասանք է, գիտեք որ ես Դուբայում, հələ մի րոպե սպասի, գիտեք որ ես Դուբայում, մի րոպե սպասի, եղբայր բան եմ ասում, չէ ջղայնանում եմ թող, գիտեք որ Դուբայում տուն ունեմ, Փարիզ տուն ունեմ, Բանու տուն, մի րոպե սպասիլը, Իտալիայում տուն ունեմ, միլիարդներ ունեմ, էս ունեմ, դուք այդ ամեն ինչի չգիտեք որ ձեր Բաքում ծրագիրը արված, մրցույթը արված շինարարություն կա, չգիտեք որ մանկապարտեզ է սարքվում, այդ ոնց է որ չգիտեք, այդ ոնց է որ գիտեք որ ես Դուբայում տուն ունեմ, լավ ամոթ է, մի քիչ ամոթ է պետք ունենա, մի քիչ ամոթ է պետք ունենա, ամոթով մարդիկ է։ Եղավ գնացեք իմ Դուբայի տները քննարկեք, շարունակեք բանը առնել դնել։ Մարդ հավատ է ուզում։ Եղբայր արդեն գնում ենք մի հատ էլի գոնե խնդրում։ Մի հատ եմ ուզում ձեզ տալ, պարոն վարչապետ։ Դուք այսօրվա խաղաղության օրակարգը բերում եք այնպիսի հատակում, որ այսօր ձեր թեզերից մեկը նախատեսում է ժողովրդին ներկայացնեք, որ Հայաստանը այլևս անկախ պետություն է եւ ինչի հագամարտության գոտում չի գտնվում եւ որևիցե խնդիր չի առաջանում մեր սահմանակում։ Մենք պայմանագիր ենք կնքել խաղաղության, այդպես է։ Չէ, մենք պայմանագիրը նախաստորագրել ենք, խաղաղության հռչակագիր ենք ընդունել, որ այո։ Իսկ դուք որպես վարչապետ լինելով ու պաշտոն եք, դուք երաշխավոր կարող եք կազմել մեր երկրում, որ ադրբեջանական թուրքիան չի փորձում հագամարտություն ստեղծել։ Դրա համար դիվանագիտություն կա, միջազգային հարաբերություններ կան, հասկանում եք։ Հակամարտության համար պետք է լինի հիմնավորում եւ պատճառ։ Բա մենք ինչ ենք ասում, որ մեր ռազմավարությունները պետք է հիմնված լինեն լեգիտիմության վրա, որովհետեւ մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների լեգիտիմ մեր իրավունքները պաշտպանելը դա մեր պետական իրավունքն է եւ մեր տարածքային ամբողջականությունը, մեր անվտանգությունը, բայց մենք հիմա նախընտրական ծրագիրը մեր կհրապարակենք առաջիկանում, որտեղ մանրամասն նկարագրված է անվտանգության մասին մեր պատկերացումները։ Եվ անվտանգության մասին մեր պատկերացումները հենված է լեգիտիմության, փոխկապակցվածության, կանխատեսելիության եւ իհարկե զինված ուժներն ենք մենք զարգացնում, բայց մենք զինված ուժերը համարում ենք անվտանգության ռեզերվ, ոչ թե անվտանգության առաջին օղակ։ Դրա մասին բազմիցս խոսում։ Հարգելի պարոն վարչապետ, եւս այսպեսի մի հարց։ Ի պաշտպան եք, դուք ասում եք պետք է ունենալ լեգիտիմ
հիմքեր։ Մենք ունենք, ես չեմ ասում։ Okay, մեր լեգիտիմ հիմք է, սովա մեր անվտանգությունը, ճիշտ է, Ոչ, մեր մեր դիվանագիտությունը, խողովակներով աշխատանքներ տարել։ Մեր անվտանգային համակարգողով է աշխատում։ Մենք ոչ թե պետք է ունենանք, այլ ունենք միջազգայինորեն ճանաչված տարածք, մենք մեր բոլոր բավականին։ Սկսած մենք ունեցել ենք մեր տարածքները, սկսած Արցախով, ոչ, դուք որպես հայ, ես հասկանում եմ, որպես հայ եւ վարչապետ, դուք ընդունում եք, որ Արցախը հայկական տարածք է եղել։ հայկական տարածքի մասին խոսք չի, ես ընդունում Հարց եք տալիս, ի պաշտոն եմ հարց տալիս, ձեր փոխարենով է լինել, կարող են նմանատիպ հարցեր։ մի րոպե սպասեք, ուրեմն Այո, լսում եմ ձեզ։ ես ասել եմ, որ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Ես Սահակյան, մի րոպե հարց եմ տալիս։ ընկեր Սահակյան, մի հատ ենք կոմկն։ Բարով ես եկել 1000 Այնքան էլ հանրությանը պետք է հստակեցնել, որ ժողովուրդը Ուրեմն մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել 1991 թվականի Ալմաթայ հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է անկախ Հայաստանի տարածքը Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքն է, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը խորհրդային սոցիալիստական Ադրբեջանի տարածքն է, եւ հետեւաբար, քանի որ Խորհրդային միության ժամանակ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանի տարածքում, մենք ճանաչել ենք Ղարաբաղը որպես Հայաստանի Հանրապետությունը խորհրդային ժամանակահատվածում այդ քարտեզները ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե երբ ճանաչվել է անկախ պետություն, սուտ չի կարող լինել։ Չէ՞ որ մենք մի մենք 94 թվականին հստակ քարտեզ Արցախը նույնպես ներգրաված է Հայաստանի Հանրապետության որպես տարածք։ Քարտեզների հիմա չեն կարող։ Սա ես չեմ համարում հիմնական քարտեզ։ Դուք չեք համարում, դա ձեր խնդիրն է, մենք համարում։ Մի հարց եւս մեկ կամ եւ կարողանեք գնացել։ Հայաստանի Հանրապետություն ունի նախագահ եւ վարչապետ, ճիշտ է։ Եվ նաեւ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության ամենայն հայոց կաթողիկոս։ Դուք գերագնահատում եք կամ գերադասում եք ամենաբարձրը գերագնահատում է կաթողիկոս անունը վարչապետ կամ Չի կարա տես բանել։ Հայաստանի մի րոպե սպասեք։ Մենք ղեկավարում ենք 3 միլիոնի այդ ամենայն հայոց կաթողիկոսը Արի մի հատ անցես կոմ։ հայոց կաթողիկոսը Լսեք, Հայաստանի Հանրապետությունում համադրություն կա այդպիսի օրենք, լսեք, որ կարող ենք կարգել։ Չէ՞ որ նա նախարար չի, որ կարողանա անենք եւ տնենք։ Հայաստանի Հանրապետությունում կաթողիկոս կնիով կնի, չի կարա Հայաստանի Հանրապետության դեմ գործի։ Չի կարող գործել, այո, չի կարող։ Ուրեմն Հայաստանի լսի մի րոպե, լսի ինչ եմ ասում։ Ասում եմ մատնել, Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բարձր ոչ մի բան չի կարա լինել։ Ոչ մի բան։ Իսկ միջև գոյություն չեք ունեցել որպես պետություն եք Ուրեմն եկեղեցի մի րոպե, ու կաթողիկոս չկա։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկ։ Քեզ համար կաթողիկոս կա։ Կարող է ձեզ համար չլինի։ Դուք հայ ազգը չեք ներկայացնում։ Լսեք։ Ես դուք կարաք ներկայացնեք միայն ձեզ։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետություն։ Ես հարգում եմ որպես վարչապետ։ Տեսեք, ասում եմ, դուք բոլորս պետք է հարգենք մեր կաթողիկոսին։ Լսեք։ Վերջին բառը։ Դուք որպես վարչապետ եղեք հայկական լեգիտիմ, որ կարողանանք հարգել մեր կաթողիկոսին։ Դուք ներկայացնում եք միայն ձեզ։ Ես չեմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետություն։ Հայ ժողովուրդ ներկայացնում է կաթողիկոսին որպես ամենայն 100 հազարավոր հայ ժողովուրդ։ Ես եմ 100 հազարավոր հայ ժողովրդի ներկայացուցիչը, որտեղ նրանք քվեարկել են իմ Հայաստանի Հանրապետությունում համադրություն կա այդպիսի օրենք, որ կարող ենք կարգել։ Չէ՞ որ նա նախարար չի, որ կարողանա
հանեք եւ տնեք։ Հայաստանի Հանրապետությունում կաթողիկոս կնիով կնի, չի կարող Հայաստանի Հանրապետության դեմ գործի։ Չի կարող դեմ գործել, այո, չի կարող Ուրեմն գործել։ Հայաստանի Եվ նա չի լսի մի գործել։ րոպե, լսի ինչ եմ Ասում ասում։ եմ մատնել, դել Լսի Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բարձր ոչ մի բան չի կարող լինել։ Ոչ մի բան։ Իսկ միջև գոյություն չեք ունեցել որպես պետություն, մեկ գործություն չեք ունեցել։ Ուրեմն եկեղեցի մի րոպե, ու կաթողիկոս չկա։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկ։ Քեզ համար կաթողիկոս կա։ հայ ազգի կարող է ձեզ համար չլինի։ Դուք հայ ազգը չեք ներկայացնում։ Լսեք։ Ես դուք կարող ներկայացնեք միայն ձեզ։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետություն։ Ես հարգում եմ որպես վարչապետ։ Տեսեք, ասում եմ, դուք բոլորս պետք է հարգենք մեր կաթողիկոսին։ Լսեք։ Վերջին բառը։ Դուք մի րոպե։ որպես վարչապետ եղեք հայկան լեգիտիմ, որ կարողանանք հարգել մեր կաթողիկոսին։ Դուք ներկայացնում եք միայն ձեզ։ Ես չեմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետություն։ Հայ ժողովուրդ ներկայացնում եք կաթողիկոսին որպես ամենայն 100 հազարավոր հայ ժողովուրդ։ Ես եմ 100 հազարավոր հայ ժողովրդի ներկայացուցիչը, որտեղ իրանք քվեարկել են իմ։ Ժողովուրդ, այս փողոցն էլ սարքված չի, չէ՞։ Էսա որ հաջորդ անգամ պաշտոնյա գա ասեք, արա այս փողոցը երբ եք սարքելու, արա այդքան կոտորվեցինք ծեծ գերանք, բայց փողոցը խիչ եք սարքում, սարքված չի ինքանաբար։ Չէ, շատ կոնկրետ նեղանում եմ, լսի, այս ճամփեն վերջին անգամ երբ է ասֆալտ արվել, հələ ասա, ճիշտ ասա։ Անկեղծությամբ վերցի ցերորոք չի։ Խախտերից մի չէ բտնի։ Երբ որ ճանապարհը փակել, յուսի խարապ ճանապարհը փակել, էդի էս վաղտ է սարքվել, Սարբեգյան ջան։ Մեր վաղ չի սարքվել, շարունակությունը մեր վաղ չի սարքվել։ Իրանք ռաստ եկան ժողովրդի հարցերին, կոպիտ, սուր եւ լուրջ։ Նիկոլ Փաշինյան, մի շարք հարցեր ունեմ ձեր երեկվա քարոզարշավի վերաբերյալ։ Առաջի հարցը, դուք ինչու եք խոսում ձեր ասած Հայաստանի հպարտ քաղաքացու հետ արայով։ Արաստեղ ասվալտը եփ է կարե, բա մարդն ասում է դուք եք արե, անցյալ տարի եք արե։ Նիկոլ Փաշինյան, ձեզ չեն զեկուցե, որ իրանք ասվալտ անել չգիտեն։ Թե ձեզ չեն զեկուցե, որ իրանք ինադու են արե այդ ասվալտը, որ ընտրություններից առաջ քանդվի, պետական բյուջեի ժողովրդի վզից քերեք այդ փողը նորից անեք, որ ժողովրդի աչքին թոս փչեք, որ դուք ասֆալտ եք անում։ Երկրորդ հարցը, այդ որ դոշերները ճղում էիք, գոռում էիք սաղ ԿՊԱ-ականներով, անձինս Վահագն Ալեքսանյանը, մանկապարտեզները, դպրոցները, սիրելի բարեկամներ։ Մարդը հարց է տալիս, վխեք դպրոցը տարենդ է, մանկապարտեզը ինչու եք տարենդ։ Ոնց եմ երեխաներին տալու, ձեր պատասխանը ինչ էր։ Մի անգամից վրդովվեցիք, դուք իմ Դուբայի տները նայեք, Փարիզյան տները նայեք, այդ դրա մասին խոսացեք, ամոթարա բան, այդ ինչ խոսալու ձև է։ Նիկոլ Փաշինյան, հպարտ քաղաքացու հետ Հայաստանի Հանրապետության։ Մարդը ընդամենը հարց է տալի, ասում է, որ չեմ կարա տանեմ, երկու երեխա գրկած 3 կիլոմետրի վրա չեմ կարա տանեմ։ Ես 6 կիլոմետրի վրա եմ տարել իմ 4 երեխա։ Նիկոլ Փաշինյան, դուք երեխա եք տարել, դպրոց, մանկապարտեզ։ Դա որ դուք տարել եք, այդ խառնելը, քանդման պրոցեսը հայրենիքի ով է զբաղվում այդ հարցերով։ Դուք այ 6 կիլոմետր չէ, դուք 66 կիլոմետր պատրաստ եք գնալ գալու, ինչը քանդեք պետությունը։ Այդտեղ հավատում եմ։ Բայց որ դուք երեխա եք տարել մանկապարտեզ, մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է, պարոն Փաշինյան։ Սիրելի բարեկամներ, հիմա տեսեք ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ, խնդրեմ։ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես,
ապրիլի 5-ին եւ ուրեմն կեցե ազատությունը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում, դուխով, ժողովուրդ ջան, դուխով։ Նիկոլ Փաշինյան, դուք եք չէ ասողը։ Այո։ Հիմա տեսնենք ինչ եք ասում հիմա, Նիկոլ Փաշինյան, խնդրեմ։ Հեղափոխությունը անելու որոշում պետք է կայացնի մի մարդ, ընդամենը մի մարդ։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը եթերում որ հետևում ես մեզ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդպես 1000, 10000, 50000, 100000, 500,000, 1 միլիոն մարդ պիտի գնա տրական տեղամաս եւ տեր կանգնի խաղաղությանը, տեր կանգնի անկախությանը, տեր կանգնի պետությանը եւ տեր կանգնի մեր նահատակների զոհություններին, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։ Տեր Աստված քո սուրբ այգումն անջում է մի խաղաղ տղա առանց քեզ մեր առավոտը անարև մի մեծ կարոտ է քո հոգի Նիկոլ Փաշինյան, տարբերություն զգում եք, բայց 8 տարի է անցել, Նիկոլ Փաշինյան, 8 տարի, ոչ մի բան չի փոխվել։ Բայց ես ձեզ զգուշացնում եմ, ձեզ, պարոն Փաշինյան, ձեր քպական ընկերներին, դուք բավականին չէ, արդեն դուք ժողովրդին դնեք հիմարի տեղ։ Բազմաթիվ անգամ ասել եմ, մեր ժողովուրդը խելոք ժողովուրդ է, միամիտ ժողովուրդ է, հնարավոր է խաբել մեր ժողովրդին, բայց մեկ անգամ։ Մեր ժողովուրդը ապուշ չի, Նիկոլ Փաշինյան, մեր ժողովուրդը հիմար չի, Նիկոլ Փաշինյան։ Այդ դուները, որ ասում եք, դուերը, որ ասում եք, այն գիտեք, սահմանից են կոմ լիքը մարդ ունեք, հարազատ բարեկամ, նրանց ասեք դու ես։ Ժողովուրդ ջան, որ գիտեք ինչն է հետաքրքիր, որ համեն ժամանակ այնք ասե, համ հիմա է ասե, չէ, բայց ընտրություններից հետո հարցնեն ասեն դու սենց բան ես ասել, նրա պատասխանը լինելու է գիտեք ինչ, խնդրեմ, տեսեք։ Ես այդպեսի բան եմ ասել։ Այո։ Որտեղ եմ ասել։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Դա 2022 թվականի հոկտեմբերն էր։ Իսկ մեղավորների փնտրտուքը անիմաստ գործ է, անիմաստ գործ։ Եվ եթե մեղավորը կառավարությունը, մեղավորը նաեւ ժողովուրդը, որտեղ այդ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության։ Ասի ով ես, տես բան եմ ասել, երբ եմ ասել, կամ Նիկոլ Փաշինյան, այդ ինչ ձև եք պաշտոնի մարդկանց նշանակում, սենց է ձեր կառավարությունը կազմով է։ Բարև եղբայր, լավ եք։ Նորմալ։ Հա, Հեղափոխության ժամանակներից ենք կներեք։ հա դեմքը ծանոթ է։ Ժամանակ ես ակտիվ եմ եղել, Մոսամը դիտի։ Ուրախ եմ եղբայր։ Բալա գործել։ Փարքաս, Փարքաս։ Ուրադանի վարչական ղեկավար նշանակը։ Ուզում եք նշանակեք։ Լավ տղա է բան։ Լավ տղեկին պետք է Էնի գալիս ասում է, հեղափոխության առաջի օրվանից ես ձեր հետ եմ եղել, հա, հիշեցի, եղել ես։ Հետո այն մարզպետն է ով է մոտիկա գալիս, լավ տղա է, ուզում եմ վարչության պետ նշանակեմ։ Հա, որ լավ տղա է նշանակի։ Ես ինչ եք անում։ Ես պապու Դուքյանն է սարքե պետությունը Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյան, երկրին մասնագետներ են պետք, մասնագետներ։ Սենց փողոցից բանկափլավներին հավաքելով երկիր չեն կառուցում։ Սա լավ տղա է, այսինքն եթե մարդը լավ տղա է, ուրեմն պիտի նշանակեք պաշտոնի, հա։ Հիմա ուզես չուզես էլի Վանո Սիրադեղյանին պիտի հիշեմ։ Ես արդեն մտածում եմ, որ դուք Վանո Սիրադեղյանի հետ, չնայած ես լավ ձևով եմ միշտ հիշում Վանո Սիրադեղյանին, բայց ասենք են էլ այդպես բաներ ուներ ձեր նման, որ իրոք հաց եք կերել։
Վանո Սիրադեղյանը չոբանը հելավ լիզգին կապարեց նշանակեց միլպետ։ Դասարանցին հելավ եկավ, ասում էսի դասդպրոցում լավ տղա եղել, նշանակեց այրոպորտում։ Այն հին աշխատողները համակարգի չեն թողի, որ ես ստեմ։ Ես ինչ եք անում։ Այսինքն, եթե այն մարդը 15-18 թվին եկել է ձերից միացել է, այսօր հիշեցնում է, մեկն է կողքից երևի սարքած պայմանավորված մոմենտ էր, մարզպետը ասել էր Նիկոլը գալու է, հենց գնասա, որ դու եղել ես այն վաղ, շատ է հիշելու, ես կասեմ լավ տղա է, նա կդնենք էլի, կանենք։ Ես ում եք ապուշի տեղ դրեր, Նիկոլ Փաշինյան։ Ինչ որից է, գիտեք, նեցես լավ բան կա էլի, ժամանակին հեռանալը, դա նաև տղամարդկություն է, և արդար պարտվելն է տղամարդկություն, և կներեսն է տղամարդկություն։ Եթե լսեք իմ խորհուրդը, ես մի քանի տարիներով մեծ եմ ձեզանից և վստահ ասում եմ ձեզանից շատ փորձ ունեմ շփման հետ մարդկանց հետ դրսերում։ Ձեր տեղը լինեմ, դուք անգամ Ելցին չեք կարա լինեք, հասկանում եք։ Ձեր տեղը որ լինեմ, Ելցինի պես մի հատ ներողություն կխնդրեմ ազգից։ Այնուհետև կասեմ, որ ես գնում եմ։ Իսկ դուք դա չեք անի, քանի որ դուք վախենում եք սեփական ժողովրդից։ Դուք մտածում եք, որ ժողովուրդը ձեզ չի ների, եւ դուք ճիշտ եք մտածում, ժողովուրդը ձեզ չի ներելու, Նիկոլ Փաշինյան։ Եվ իմանալով հանդերձ, որ ժողովուրդը ձեզ չի ներելու, դուք ավելի շատ խորացնում եք ձեր մեղքը ազգիս նկատմամբ։ Եվ գիտեք ինչ, վերջում ինչ ասեմ, Նիկոլ Փաշինյան, ես չէի մտածում կյանքում, որ դուք ժողովրդավար լինելով, ժողովրդի մանդատը ստացած մարդ, ձեր սեփական երկրում այդպես վախ կապրեք, որ շրջապատվելով ձեր թիկնապաներով, չերես թիկնապայի ուս եք խոսում հպարտ քաղաքացու հետ ձեր ասած։ Տեսակ Նիկոլ Փաշինյան, բա որ ձեզ ասում էին մի արա, բերեցիք, հասրեցիք վերջնակետին։ Ժողովուրդ ջան, իսկ հիմա միշտ չեմ ուզեցել անդրադառնալ տվյալ ազնվորությանը, բայց այսօր երեք ներողություն տեսել եմ մի տեսահոլովակ, որ ինչ-որ միտեղ իմ վրեն ազդել է։ Խոսքս վերաբերում է Սասուն Միքայելյանին։ Սկզբից շատ էի բորբոքվել, ուզում էի անգամ խախտելով կարմիր գծերը անդրադառնայի, բայց հետո նայեցի և մտածեցի, որ Սասուն Միքայելյանը անբախտ մարդ է, անբախտ մարդ է։ Հիմա տեսեք ինչ է կատարվել, խնդրեմ եռաբլուրում Վազգեն Սարգսյանի ծննդյան կապակցությամբ, խնդրեմ տեսենք։ Okay. մի խռովեք։ Այսինքն, այսօր այն տերերին, որ դուք ծառայում եք, նրանք գնում են։ Ես ծառայում եմ Հայաստանի Ալիևին, նրանք գնում են շնորհակալություն են ասում։ Նրա արունով ձերն են ժողտվում։ Այդ դուք դրանց եք ծառայում։ Գնացեք Հեյդարի գերեզմանին դրեք այդ ծաղիկները։ Այդ նրան շնորհակալություն հայտնեք։ Գնացեք, ինչ եք եկել, մի խռովեք սպարապետի հոգին, մի խռովեք, մի քաշի ինձի, մի քաշի, որա գնացի մի քաշի, Սասուն Միքայելյան չեք ամանչում դուք, ձեր մարտական ընկերներից է այդ մարդը, և ինչն է սխալ ասում, ինչն է սխալ ասում։ Դուք բոլորի պատկերացման մեջ, հայ ազգի պատկերացման մեջ, նաև իմ պատկերացման մեջ եղել եք այս մարդը։ Տեսնենք տեսահոլովակը ժողովուրդ ջան։ Արի դու քայլերով բասկի դուժեր, էցի քոչեր մագձին քեշի շարմի վեր, զայն դու քո քաջերում քնաս թե արտու, Հերգին քո հայրենիք չքնավ սրմանալու։ Ժպտա, միատ ժպտա։ Ժպտա, միատ ժպտա։
Տեսակ Սասուն Միքայելյան, ճանաչեցիք դուք ձեզ, իսկ վերջում ով է ձեզ ինչ ասում, ժպտա, խոսա, ձեզ չի թվում Սասուն Միքայելյան, որ ձեր փոխանակությունը հավասարակշիռ չի եղել, ում եք ում հետ փոխ է, Սասուն Միքայելյան, ես հասկանում եմ, որ դուք անտրամադիր նստած եք, ինչի համար եք նստած, քանի որ դուք լավ պատկերացում ունեք, թե դուք ինչ եք արել, Սասուն Միքայելյան, և դուք տեսնում եք, որ վախճանքը ԿՊԱ-ականների սարի ետևում չեն, ի տարբերություն իրանց, դուք ունեք հատկություն մտածելու և մտածում եք, թե ինչ է սպասվում, հերոսից մարդը դառնում է ինչ, չասեմ ինչ, ինքներդ ինչ համարեք, այդպես համարեք, և տեսեք, ես հարգելով ձեր նախկին ռուսերեն ասած զաստուգաները հայրենիքի դեմ, ես չխախտեցի կարմիր գծերը, բայց այնպես մեծ ցանկություն ունեի, բայց Սիրելի բարեկամներ, այսօր կարճ այսքանն է ուզում ասեի, ես իրոք հիացած եմ մեր ռայոնի ժողովրդով, ռայոնների ժողովրդով, ես հիացած եմ իմ հայ ազգով մեկ անգամ ևս, մի պապական խոսք կա, չասում գյուղ հելի գերան կջարդի, դուք ամեն օր ապացուցում եք, որ դա աշխատում է, և ազգին միաբանվելով, ազգին իրար կպնելով, ով են իրենք, որ իրանք ասեն ով ենք մենք, իրանք ոչ մի բան են, և իրենց անունն է ոչինչ, իսկ վերջում, սիրելի բարեկամներ, մինչև ստեսություն ասելս, լսենք այս գեղեցիկ երգը, որ ինձ թվում է այսօր շատ ակտուալ է, խնդրեմ. Սիրտս ինչպես ուրախանա, երբ երկիրս չարիք ունի, սիրտս ինչպես հանգիստ սարքի, երբ Հայաստանին օգնության կարիք ունի, ամենալամը սմանած, մեր միամիտ սխալների և հավատի դասմանած, մեր հույզերի, երազների, ամենալամը սմանած, մեր միամիտ սխալների և հավատի դասմանած, սիրտս ինչպես ուրախանա, երբ երկիրս չարիք ունի, սիրտս ինչպես հանգիստ սարքի, երբ Հայաստանին օգնության կարիք ունի, Վերջին անգամ հարց եմ հողում, ինչ խղճով ես այսքան երկար, խաբված խրով տխուր մանում,
Ծանր բախտին մեր Տեր Աստված վերջին անգամ հարց եմ հղում ինչ խղճով ես այսքան երկար խաբված խռով տխուր մնում Ծանր բախտին մեր Տեր Աստված Սիրտս ինչպես ուրախանա Երբ երկիրս չարիք ունի Սիրտս ինչպես հանգիստ արկի Երբ Հայաստանին օգնության կարիք ունի Սիրտս ինչպես ուրախանա Երբ երկիրս չարիք ունի Սիրտս ինչպես հանգիստ արկի Երբ Հայաստանին օգնության կարիք ունի Այսքանը, սիրելի բարեկամներ, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե Արցախահայությունս, կեցցե Ջավախկահայությունս, կեցցե հայկական սփյուռքս, կեցցե Սուրբ Մասիս լեռս, կեցցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան եւ ոչ մեկինը հայկական Արցախը, կեցցե մեր ավագ քույրեր եւ եղբայրները Տատիկ եւ պապիկները ձեր ցավը տանեմ, լավ եղեք, առողջ եղեք, պինդ եղեք, տատիկներ ջան, մեկ անգամ եւս ձեր տոնը շնորհավոր։ Կեցցե հայկական առաքելական Սուրբ եկեղեցին։ Հույսով եմ կհանդիպենք, լավ եղեք ժողովուրդ ջան, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։